Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները Բաքվում ուշադրության կենտրոնում են, թեև Ադրբեջանը պաշտոնապես դեռ զուսպ հայտարարություններ է անում, ադրբեջանական փորձագիտական եւ մեդիա դաշտում ակտիվորեն քննարկվում է մեկ հարց. արդյոք նոր քաղաքական դասավորությունը հնարավորություն կտա կյանքի կոչել Բաքվի կարևորագույն պահանջներից մեկը Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ահա զանգում են ադրբեջանագետները։ Հարցազրույցներից մեկում Տաթևիկ Հայրապետյանը նշել էր, որ կան քննարկումներ, որ գուցե արևմուտքից փորձեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որ մոռանան սահմանադրության փոփոխության մասին, բայց ըստ քննարկումների ադրբեջանական կողմը չպետք է համաձայնի դրան։ Ադրբեջանական կողմը հոյակապ ուսումնասիրել է մեր բոլոր ընթացակարգերը։ Նրանք շատ մեծ հույսեր ունեին ու ընտրություններից առաջ էլ տարածում էին, թե Փաշինյանը բացարձակ մեծամասնություն է հավաքելու։ Այդուհանդերձ դա տեղի չունեցավ, նույնիսկ ԲՀԿ-ի մանդատների փաստացի գողությունից հետո ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ հանրաքվե անցկացնելու համար առաջին հերթին պետք է այդ օրենքը խորհրդարանում հաստատվի։ Սա Ադրբեջանին ամենաշատ մտահոգող թեմաներից մեկն է, թե ինչպես է Փաշինյանը ստեղծված իրավիճակում կարողանալու շարունակել իրենց պահանջները բավարարել։ Ըստ ադրբեջանագետի, փորձագիտական մակարդակում ակտիվ քննարկում են ինչ էլ լինի, մենք պահանջելու ենք սահմանադրությունը փոխել։ Այնուամենայնիվ Ադրբեջանում կարծում են, որ սահմանադրական հանրաքվե իրականացնելու կամ համապատասխան իրավական լուծումներ գտնելու հնար կգտնի իշխանությունը, օգտագործելով կամ քաղաքական կոալիցիաների կամ խորհրդարանական այլ գործիքակազմի ներուժը եւ սպասում են նախ սահմանադրական նոր նախագծի հրապարակմանը, ապա նաեւ որևէ գործիքակազմով հանրաքվե նշանակելու իրականացմանը։ Մինչ Հայաստանի գործող վարչապետն ասում է, սահմանադրության փոփոխությունը, նոր սահմանադրություն ունենալը ներքին գործընթաց է, Բաքուն բացահայտ նշում է, պայման է, այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Փորձագետների մի մասը համոզված է, որ Բաքվի համար սա նաև քաղաքական եւ բանակցային գործիք է, որով փորձում է պահպանել ճնշումը Երևանի նկատմամբ նույնիսկ խաղաղության գործընթացի նոր փուլում։ Այստեղ ոչ այնքան իրավական խնդիր է, որքան բարոյահոգեբանական ու քաղաքական դաշտում Հայաստանն ու հայ հանրությանը նսեմացնելու խնդիրը։ Այսինքն մի պետություն մեզ հետ իրագործած ագրեսիվ ու ցեղասպանական գործողություններից հետո ասում է, որ ինքն է որոշելու, թե մենք ինչպիսի սահմանադրություն պետք է ունենանք։ Ուզում են փորձել այնպես անել, որ մի ամբողջ հանրության համոզեն գնալ ընտրատեղամաս ու Ալիևի օգտին, Ալիևի սահմանադրության ու հանրաքվեի օգտին քվե տալ, հավանաբար պատերազմի կամ այլ սպառնալիքների ներքո։ Այսպիսի ռումբ դնել հայկական պետության հիմքում միայն Ադրբեջանը կարող էր, ու կարող էր Փաշինյանի օգնությամբ։ Բաքուն չի պատրաստվում հրաժարվել սահմանադրության փոփոխության իր պահանջից։ Դիանա Կարապետյանի խոսքով, Բաքուն անժամկետ հետաձգում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունը, մինչև գործող իշխանությունը կընտրի միջոց սահմանադրական մեծամասնություն ապահովելու եւ սահմանադրությունը փոխելու։ Իսկ դրան զուգահեռ ճնշման այլ մեխանիզմներ է գործածում։ Դրա վառապացույցն է վաղը Նախիջևանում, մասնավորապես Օրդուբադում մեկնարկող վերադարձ Արևմտյան Ադրբեջան խորագրով այս կեղծ նարատիվի 3-րդ փառատոն կոնգրեսը, եւ որի ընթացքում ծրագրվում է ներկայացնել տարատեսակ զեկույցներ, թե ինչպես են իրենք տեսնում այսպես կոչված փախստականների վերադարձի հեռանկարները, եւ պետք է սպասել եւ տեսնել, թե այդ ֆորումի շրջանակներում Բաքուն ինչ է պատրաստել մեզ համար։ Բաքվի ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Երևանի ներքաղաքական զարգացումների վրա։ Փորձագետների գնահատմամբ սա արդեն ոչ միայն իրավական, այլև շարունակվող քաղաքական ճնշման գործիք է։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։